Հայ եկեղեցու ինքնուրույնության պայքարի համար Պետրոս Գետադարձը մեծ զրկանքներ է կրել։ Այսպես, անին նվաճելուց ընդամենը 1 տարի անց 1046-ին Պետրոս Գետադարձին բյուզանդական վարչակազմը հարկադրում է լքել անին եւ տեղափոխվել Արցն։ Արդեն 1047-ի ապրիլին նրան ձերբակալում են, հետո ազատ են արձակում։ 1049-ին կաթողիկոսին կանչում են Կոնստանդնուպոլից։ Նա երևի հասկանում էր, որ ամենայն հավանականությամբ այլևս հետ չի վերադառնալու։ Ուստի մեկնելուց առաջ կաթողիկոսական օծմամբ Խաչիկ II անեցուն թողնում է որպես փոխանորդ անիում։ Պետրոս Գետադարձը նաև հայ եկեղեցու մերոնն է Ախուրյան գետի մոտ գաղտնի վայրում պահում, որպեսզի բյուզանդացիների ձեռքը չընկնի ու չկարողանան ընդհատել հայոց եկեղեցական ավանդույթը։ 4 տարի Կոնստանդնուպոլսում աքսորականի վիճակում պահվելուց հետո Գետադարձին իրավունք է տրվում հաստատվել Սեբաստիայում, որտեղ եւ նա մնում է մինչև իր 1058 թվականը։ Անգամ հայրենիքից հեռու լինելով նա պայքարել է հայ եկեղեցու անկախության համար։ Աքսորի տարիներին Պետրոս Գետադարձի պատվերով Անանյա Սանահնեցին գրում է «Բան հակաճառության ընդդեմ երկաբնակած երգը», նպատակ ունենալով զորակցել հայ առաքելական եկեղեցու գաղափարական դավանաբանական ոգուն եւ ընտրած ճանապարհին ընդդեմ բյուզանդական նկրտումների։